Լույս Արաուտի, շնորհակալ ենք, որ միացել եք մեզ, շնորհակալություն, որ դուք քնած եք, որովհետև քնելը է պետք, որովհետև մարդիկ պետք է հանգստանան։ Բայց արթնացեք, սելներս։ Մի արթնացեք, քնեք, հանգստացեք, հետո բան կանեք Արթնացեք, լսեք այս հարցազրույցը։ YouTube-ի մեր պաշտոնական ալիքում, Կենտրոն TV բոլոր հարցազրույցները կան ու այս եւ այլ հարցազրույցները հանգիստ կարող եք վայելել։ Քնեք, հանգստացեք, որովհետև պետք է աշխատեք, վարկեր փակեք։ Անցնենք առաջ եւ այսպես մայիսի 23-ին մեր Մկրտչյանի անվան թատրոնում կկայանա Աղախինները հոգեբանական ներկայացման առաջնախաղը։ Սա Ժան Ժենեի ստեղծագործության նոր ու տարբերվող բեմական մեկնաբանություն է, ինչի մասին ներկայացումը ինչից են խոսելու, ինչ է սպասվում առհասարակ, կիմանանք մեր հյուրերից կարդալու համար ինձ 5 եւ այսպես բեմադրիչ Աննա Պողոսյան, բարի լույս։ Բարի լույս։ Եվ դերասան Մհեր Զաքարյան։ Մհեր, դուք կարծես թե բարի լույս։ Բարի լույս։ Կանաչ լույս ունեք, մշտական եք անել։ Ինչպես է։ Չքնած, հա։ Ես քնելուց խոսացիք։ Ասեք որ լավ չէ, որ լավ քնում հանգստանում ես։ Հարևաններդ բարի, շուխուր։ 7-ից 8 ժամը պարտադիր։ Միշտ շատ եմ սիրում քնել։ Շատ լավ, եկեք անցնենք գործին թույն։ 1947 թվականին գրված գործ, իրական պատմություն, որ 1933 թվականից է գալիս, կարծում եմ որ ում է պետք ինչի համար ենք հիշում, բայց սա այն պատմությունն է, որտեղ գրողը շատ սիրուն հանել է այդ իրական պատմության այն դաժան կադրերը, հա, այսպես ասած, ու շատ սիրուն ներկայացրել այս հոգեբանական շատ լուրջ բարձրաձայնող պիեսը։ Ինչ թեմաների է կարևոր անդրադառնում, որը նաև արդի է այսօր։ Ես վստահ եմ, որ 2047 թվականին էլ կխաղան այս ներկայացումը կլինեն ռեժիսորներ ու դերասաններ, որ շատ սիրահարված կլինեն գործին, որովհետև շատ խարիզմատիկ գործ է, շատ անդիմադրելի ձգողականություն ունի պիեսը ու իր շերտերի շնորհիվ ու եթե դեմ չեք թվա մի քանի ինձ ամենաշատը հուզող թեմաները ու ինչով է ինքը արդիական, մարդու ով լինելու մասին է, որ մարդը հաս չի իր ով լինելու հետ, ձգտում է մի բանին, որը չի էլ կարող լինել, բայց շատ ուզում է իր երազանքների մասին է, մութ ցանկությունների մասին է, բոլորիս մասին է, բոլորս ունենք այդ ցանկությունները, իշխանություն ունենալու։ Տարբեր խավերի շփում, չէ՞։ Հա, ես իրականում շատ չեմ ուզեցել ընդգծել սոցիալական դիրքի այդ թեման, ինձ ավելի շատ հուզել է սերը, որովհետև այդ ամենի մեջ սերել կա, մեկը մյուսի հանդեպ շատ տարօրինակ սեր են զգում ու այդ էլ հենց իրենց ցավացնում է։ Շատ թունավոր սեր ունեն մեկը մյուսի նկատմամբ։ Ներկայացումը հոգեբանական է։ Ինչով է ցնցելու հանդիսատեսին, ըստ ձեզ։ Դե երևի ամեն առաջին հերթին մարդկային փոխհարաբերություններով, որովհետև մենք փորձել ենք որքան հնարավոր է խորը եւ տեսանելի դարձնել մարդկային փոխհարաբերությունները ռիթմով, վառ շատ երանգներով երևի այդքանը։ Այս ընթացքում մենք նաև թույն ֆոտոներ էինք դիտում եւ մեր հեռուստատողը եւս։ Գիտեք, Ռոման Վիկտյուկի բեմադրությունն է երևի ամենատենց քննարկվող, ամենահայտնին, որտեղ բոլոր կերպարները խաղում են տղամարդիկ։ Ես ի սկզբանե որ կարդացի, ապշեցի, որովհետեւ ասում եմ լավ, ինչի համար կամ ինչպես, բայց հետո հասկացա, որ իսկապես տղամարդը շատ ֆանտաստիկ կարող էր խաղալ ցանկացած դեր ու այսօր եկեք ընդունենք, որ տղամարդիկ կարողանում են շատ ճիշտ ներկայացնել եւ կանացի տարբեր կերպարներ եւ առհասարակ մոտեցումը, հա, իմ կարծիքով այլ է, իսկ ունեք օրինակ դուք ինֆո, թե ինչու են վստահել ինձ տղամարդկանց այդ պիեսը։ Իմիջիայլոց ես ու Մհերը շատ անգամներ ենք նայել այս փորձերի ընթացքում, այդ ներկայացումից տարբեր հատվածներ, ասած ապշել ենք, հիացել ենք, վախեցել ենք, խոնարհվել ենք այդ ներկայացման հանճարեղության առաջ ու հարցը ոնց էր, թե ինչի են տղամարդիկ լավ խաղում, այդ էր։ Ինչի են ստանում իրենց նման դերերը։ Ես իմ փորձից կարող եմ ասել, որ ես շատ կարիք ունեի հենց արականության այս ամեն ինչի մեջ, որտեղ պատրիարխատի թեմա էլ կա այս գործի մեջ ու Մհերի մոտ շատ լավ է ստացվել մարմնավորել։ Մեզ մոտ մի քիչ գենդերային ավելի բաց խաղ է, մեզ մոտ քույր եւ եղբայր են, եթե Ժենեի մոտ քույրեր են, մեզ մոտ քույր եւ եղբայր են եւ ես ավագ եղբորներն եմ տանում եւ իմ զուգընկերուհին Հայերփին Զուռնաչյան Գլերի դերն է խաղում։
իրական պատմության մեջ, հա, քույրերը այնքան էին տարված ատելությամբ ու նախանձով տիկնոջ հանդեպ, որ իրենք իմ կարծիքով, հա, ու ես ոնց հասկացել եմ, իրենք որ դրան արդեն շատ նորմալ են վերաբերվել ու իրենց մոտ քաղց ու ծառավ կար վրեժ լուծելու նրանից եւ նրանք նույնիսկ նրա բացակայության ընթացքում կերպարանափոխվում էին, խաղում էին, թե ինչպես կվարվեին իրենք իր հանդեպ, դա շատ կարեւոր փոքրիկ դաս է իմ կարծիքով հանդիսատեսի համար, որովհետեւ նման փոքրիկ դրվագների մենք կյանքում առնչվում ենք տարբեր բնագավառներում, տարբեր պահերում, կյանքի տարբեր փուլերում, այսինքն դա պետք չի լինի մեր անձնական կյանքը կամ մեր տանը այդ ամեն ինչը լինի։ Մենք փողոցում էլ, մենք պատահական մարդկանց հետ էլ, երբ որ գնում ենք ինչ-որ մի հանդիպման, մենք կարող ենք առնչվել այդ ամեն ինչին։ Ու այստեղ շատ կարևոր է զսպել ու կարողանալ պահել, ինչը իմ կարծիքով 21-րդ դարում անհնար է։ Համաձայն եք։ Զսպել ատելությունը։ Ես շատ լավ եմ։ Ու ատելություն չեք զուտ, չէ՞։ Որ լավ եք քնել։ Ատելությունը մի բան է, որը գուցե բոլորիս կյանքում հանդիպող էմոցիա է։ Եվ բոլորիս մեջ կա կարծում եմ։ Հա։ Ես այդքան ծանր չեմ տանում, երբ որ ատում եմ, ես որովհետև բոլոր էմոցիաներն եմ սիրում, հա, որովհետև դա է էմոցիա, չափ ատել, չէ՞։ Եվ դրանց համար շատ լավ են խաղում բեմում, մենք իրենց ատում ենք, չէ՞։ Հա, երբեմն իմ դերասաններին էլ եմ ատում եղել այնտենց օրեր, ինչ խոսք, բայց կարևորը հետո վերածվի մտերմության ու հենց երևի ուղի խոսելու մեջ հա գաղտնիք է, որ ասում ես ես քո հանդեպ հենց հիմա սեր չեմ զգում, ոչ թե ատելություն եմ զգում, այլ սեր չեմ զգում, իսկ հետո սերն էլ է հետ գալիս, բայց ցավոք մեր աղախինները այդ գաղտնիքը չգիտեն։ Որ ազատվեն իրենց ատելությունից։ Ես կարծում եմ, որ աղախիններից մեկը հաստատ տիկնոջը սիրում է։ Մեր մեկնաբանությունն է դա գուցե փոքր թե փոքր ինչ է կարծում եք։ Իմ կարծիքով փոքրն է երևի ավելի շատ սիրում, որովհետև ավակ ավելի համարցակ ավելի կոպիտ, չէ՞։ Դա խանգարում է սիրել։ Չէ, ես կերպարներ որ տեսնեմ, պատկերացնում երևի ավելի շատ փոքրիկներ ընդունակ սիրելու, Դե մեր մեկնաբանությունով դա այդքան էլ միանշանակ չի։ Փոփոխել ենք, հա։ Իհարկե։ Ես հարց ունեմ Մահերին։ Դերասանական առումով որն էր ամենաբարդ շեշտը ներկայացման։ Երևի հենց կապված ատելության, սիրո դրսևորումների, անցումների, որովհետև իսկապես կերպարը շատ սև է, թողների մեզ հանդիսատեսը, որ մենք բարի լույս ենք ասում, բայց իսկապես շատ սև, շատ դաժան կերպար է ու պետք է գտնել արդարացում, թե ինչպես է մարդ հասնում այն կետին, որ սկսում է այդպես դրսևորվել եւ անել այս կամ այն քայլերը։ Երևի հենց այդ արդարացում գտնելն էր եւ Աննայի օգնությամբ մենք փորձել ենք այդ հարցերին պատասխանել։ Իսկ ինչ էմոցիա եք ուզում որ հանդիսատեսը տանի իր հետ։ Մի էմոցիա չեմ ուզում տանի, ուզում շատ էմոցիաներ տանի։ Ես ինքս շատ սիրում եմ որպես դիտող։ Top 3 Մեծ հույս ունեմ հիացմունքը առաջին հերթին, որ լցված լինեն հիացմունքով, իրենց տեսնեն այնտեղ, որովհետև հենց Ժանժենեի մեսիջն էլ է այդ, որ մարդիկ իրենցից զզվեն, հետո սիրեն, այդ ճանապարհը անցնեն։ Ուզում եմ հարազանեն, որովհետև մենք ամեն ինչ արել ենք, որ այս մութ պատմության մեջ մենք ավելի թեթև ներկայանանք, որ հանդիսատեսը հումորի միջոցով կարողանա ինչ-որ ճշմարտություններ, որոնք չեն ուզում ընդունել, ավելի հեշտ ընդունեն, օրինակ, որ փոխկախյալ հարաբերություններ ունեն ու դա պետք է ընդհատել, ինչ-որ կերպ, թե չէ շատ ամեն ինչ վատ կվերջանա։ Այս իմիջիալոց իմ ամենասիրած թեմաներից մեկն է, որ ես ինքս ինձ համար առաջնային եմ դարձրել ներկայացման մեջ։ Իսկ համաձայն կլինեք, որ նաև Ժանժենեն իր հետ եւս երկու կարևոր թեմա է բերել, որը արդի 21-րդ դարում, մեկ քիչ ժամանակ է անցել, բայց միևնույն ակտուալ է, դա այդ ազատության թեման է ու դիմակների, որոնք մարդիկ
կրում են իրենց գոյության ամբողջ ընթացքում քարե դարն է դա թե 21-րդ դարն է միևնույն այդ դիմակների կրումը ու մենք երբեմն այդ դիմակները կրում ենք ստիպված որովհետև մենք ոնց են չէ աղջիկները տիկնոջ մոտ այսպես ասած կրում այդ դիմակները որովհետև պետք է լինեն խոնար պետք է լինեն լավը պետք է լինեն չգիտեմ այնպես ինչպես որ պատկերացնում է իրեն ու մարդիկ էլ 21-րդ դարում մենք կրում ենք օրվա մեջ մի քանի անգամ օրվա մեջ կապեք շատ ճիշտ է դա ու մադամի մասին էլ կուզեի խոսել որ մադամի դերով է խաղում Ադրենե Սարգսյան կարծում եմ իր մասին ավելի շատ կիմանաք հետագայում որովհետև շատ շնորհված երիտասարդ դերասանուհի է չքնաղ ձայն ունի ու մենք օգտագործել ենք իր ձայնը որպես մեկնաբանություն կներեք սփոյլի համար բոլորին ներողություն դրա համար բայց դա հուսով եմ դա հակառակը կհետաքրքրի որ կան տեսնեն այդ մեկնաբանությունը նույնպես հետաքրքիր ունեք ինֆորմացիա տիկնոջ դստեր վերաբերյալ որովհետև ինձ կարծում եմ այտենց մադամը դե դուստր ուներ չէ չէ Մեզ մոտ մադամը ավելի երիտասարդ ահա չէ գրքում օրինակ գրքում մադամը դուստր մեզ մոտ ու կարծես երկրորդական ներողություն խնդրեմ երկրորդական ինչ որ այտենց դերում լինի նա շատ այտենց թաքնված մի կերպարություն լինի Մեզ մոտ մադամը ավելի ոնց որ փորձել ենք շեշտը դնել նրա որ ինքը երիտասարդ է, մեզանից շատ ավելի երիտասարդ է։ Բավական փոփոխություններ կան։ Այո, իհարկե։ Շատ հետաքրքիր է։ Իսկ անակնկալներ են սպասվում առաջնախաղին։ Անակնկալ։ Մի ասեք։ Մի սփոյլը։ Ոչ պատասխանել ված սփոյլերներ կարան կանենք շաչամասի։ Շատ լավ։ Իսկ ինչու հանդիսատեսը պարտադիր պետք է ներկա լինի մայիսի 23-ին։ Ինչու։ Ես իմ գլխի մեջ մի արտահայտություն ունեմ, որ սա վատ երազ է, որը չի մոռացվելու, իսկ վատ երազները մեր համար երբեմն կարևոր բաներ են, չէ, փոխանցում, արթնանում ենք, ասում ենք, ես ինչ ենք տեսել, ինչ էր սա, ինչ եմ տեսել, մի ամբողջ օր մենք այդ երազի ազդեցության տակ ենք մնում ու կարծում եմ դա է պատճառը, որ պետք է գան։ Վատ երազ եմ ասում, բայց հաճելի մղձավանջ լինելու, հա։ Էլի Ժանժանեն է մեղավոր, որ սա վատ երազ է լինելու։ Շատ սիրում եմ իրեն։ Դուք փոփոխությունների եք գնացեք կտրուկ ու հետաքրքիր արդյոք դերասանները ունեցել են հնարավորություն ինֆորմացիա ունենալու պատմությանը մաքսիմալ, չէ՞ որ այստեղ նայեք փոխվել է քույր եղբայրը դարձել, չէ՞, բայց գոնե քույրերի մասին ինչ որ հստակ ինֆո պետք է ունենալ, որ հնարավորինս լավ ստանալ, չէ՞, կերպարը։ Դեստեղ երևի ավելի շատ հենց կարևոր էր, որ մենք փորձել ենք պատմությունը, այսպես ասած, կարել մեզ վրա եւ փորձել մեր օրգանիկայի մեջ դա ստանալ եւ ոնց որ շատ կարևոր է, որ բացի նրանից ինչ տալիս է մեզ Ժանժանը, մենք նաեւ ունենք եւ դերասաններս մեկս մյուսի հետ որոշակի փոխհարաբերություններ եւ Աննայի հետ կապված առանձին, այսինքն Աննան իր ռեժիսորի մեկնաբանությունը եւ տեսակետը եւ մենք փորձել ենք այդ մաշկի տակ մտնել, հա, եւ փորձել, եւ ոնց որ ի վերջո հավաքվել է այս պատմությունը հենց շատ ինդիվիդուալ մեր ներքին ու մտովի եւ չգիտեմ, ոնց ասած, եւ նույնիսկ հոգեբանական կենսափորձից ելնելով։ Երիտասարդ շատ ցենց, հա, բայց ընդհանուր պատմությունը չի փոխվել, չէ՞։ Պատմությունը ոչ, պատմությունը այնպեսին, ինչպեսին գրված է պարոն Ժանեի։ Անուններ չենք փոխել, Սոլանժը շատ սիրում է այդ անունը։ Ուշացածում էր մերին Սոլանժ անունը։ Բիոնսեի քույրիկի անունն է դա։ Իսկ որքանով եք ինչպես եք աշխատել կերպարների ներքին լարվածության վրա։ Անձնական փորձով առաջին պատասխանը ինձ թվում է դա մի քիչ անձնական էքսպերիմենտներ տեղի են ունեցել կներես քո փոխարեն պատասխանեցի մի անգամից հրավ ճիշտ ասում ես պետք է ասեի դու ասացիր Դա իսկ բարդություններ ունեցել ենք դերասանների հետ աշխատելու, որովհետև չեմ կարծում հերետ ինչ որ դժվարություններ լինեն։ Չես մտնում մարդկանց ներքին խոհանոց, մոլիկվի։ Մենք շատ մտերիմ ենք ու միայն այս պրոյեկտի մեջ չի որ շփվում ենք ու բնականաբար ներկայացումների փուլերում կան լարված ինչ որ օրեր, որ
մեկ էլ փախնում է լեզուն, մարդիկ դադարում են մի լեզվով խոսել, ու իմ ու Մհերի մոդելը բնականաբար եղել ինչ որ տենց օրեր, բայց ես շատ հպարտանում եմ իմ ու իր հարաբերություններով, ոնց ենք մենք ամեն ինչ որ խոչընդոտ ծառայեցնում մեզ հենց մեր անձնական հարաբերություններին, հետո նոր գործին։ Ու նշեմ, որ սա ամբողջությամբ ինքնուրույն արված աշխատանք է, այսինքն մեր ամբողջ թիմի ուժերը, այսպես ներգրավված են, որպեսզի աշխատանքը ստացվի, այսօր մենք իսկապես ամսի 23-ին բոլորին գրկաբաց սպասում ենք միասին մղձավանջ դիտելու։ Թույն, շատ լավ։ Եվ այսպես, ու ոչ միայն, եւ եղավ սերը, երկաթ ծամ եմ, դա Էլվինա Մակարյանի մասին է ֆանտաստիկ ներկայացում։ Ֆիլոմենա Մարտուրանո, Սերժ Մելիքով-Սեփյանի կնոջ մարմինը որպես պատերազմի դաշտ եւ այս կանաչ կարմիր աշխարհը։ Այդ ամեն ինչը Մհեր Մկրտչյանում է ու չենք մոռանում նաև մայիսի 23-ին Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում սպասվող աղախինների հոգեբանական ներկայացման առաջնախաղի վերաբերյալ։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա։ Ձեզ լավ էներգիա, գնացեք քնեք հանգստացեք։ Մեր հյուրերն էին Բեմադրիչ Աննա Պողոսյանը եւ դերասան Մհեր Զաքարյանը։ Սպասիբո։